ճամփորդեմ ջանիդ ղուրբան կացվարով յար սիրեկան շաղամլանջեր մեկ համբյուր մարալենա բարերը գիրեմ ջանիդ մերնեմ Սիրուշ տար, սիրուշ բեր, պապի Սուրիկի դրած գործը ոչ հատնել ունի, ոչ պակասել։ Դրա համար էլ տատի մտքում երկ չի մնացել, հա մոռանում է ու մոռանում։ Մեկ կրակն է թեժկաթ տակից կպավ, մեկ հորթը գժվեց փախավ, մեկ էլ շուշանկովը մի հարամխոտ կերավ ու փքվեց, ու ամեն տեղից սիրուշ հասի, սիրուշ վռազի։ Ես էլ երկրորդ ջիլն եմ էլի անում Մենք կրկին տավուշի սարերում ենք, որոնց գագաթների ձյան նահանջելու հետ սարերը լցվում են մարդկանց ու անասունների ձայներով ու կյանքն այստեղ կրկին աշխուժանում է։ Կարմիր գյուղի ամառային յայլայում ենք։ Ես մի զտել եմ, հետո կաթը փեչուրեմ դրել լավ թքանմա, հետո ջիլ ենք անում էլի այ բալա, իթամ թե մի ջուտնա Սարերի սիրուշն է լույսը նոր է բացվել ինքն արդեն հոգնած է։ Կովերը գիշերային արոտավայրում գտել, քշել է ուրտ կթել, զտել, կրակ արել, խմոր հունցել, փուռ վառելու, միջև փուռը կտականա, ժամանակն անտեղի չվատնելու համար ուրթից մի բան էլ ահագին հեռացել ու մի փեշ ուրց է հավաքել։ Դեռ ջիլ, այսինքն թել պանիր է անելու հերթը զտված սերին, արաժանին էլ կհասնի, հետո էլի կիտ, էլի գործ ու հոգս։ Այսպես է մաշել իր կյանքը սիրուշ տատը սարերում ու հանդերում։ Ինքն է որ լորեցու ասած շաշե փափուկ տեղաշորը թողել ու իրեն կրակն է գցել։ Չես կեսուրը իրենից խելացի էր, որ ոտքը ոտքին էր գցել ու գեղում առոք փառոք նստել։ Ինչ սար, ինչ բան։ Ասի այքինի քիչս դուգնեմ սար ասեր թե ես սարը մքարեմ գիտել։ Գնաչտի, ինձ պետք չի։ Ասի դե որ դու քարես գիտել, ես էլ քուր փաթունի մնչով պհեմ, ցավը տանեմ, պետքա մի շատանք անեմ որ պհեն, չէ։ Ես էլ վիկացա, իմ մարդի վիկալա, ասի գնամ։ Ընդամենը 19 տարեկան էր, որ առաջին անգամ եկավ սար, հորանց տանը բամբակի մեջ էին պահել, ինչ կով կթել, ինչ հաց թխել, ոչինչ չգիտեր, սարի երես էլ տեսած չկար։ Սարի ծաղիկ որ մի գեղացիկ դոստոլվեցիկ, բերեին ասետին ուսես որդեն, ինչ հավոսած, ինչ համով էր, ոտ աղալի, ուչու քիչ, ես էլ սարու է դարա, կեսուրն էլ Թոշակնստաներ, ընտի, սունկակերը լքցներ, ժուվիկեներ կեր իր հարսի եդնա։ Սիրուշի օրվա ընթացքը ամփոփող է արդեն տասնյակ տարիներ, կովերից առաջինը կթում է իր շուշանին, հետո չալին, շարմաղին ու մինչև հասնում է սիրունին արևն արդեն դուրս է գալիս, հետո հացի խմոր ու հացի պատրաստություն ու այդպես ամեն օր։ Երեսներս ինկանեի գյուրասիրի։ Սիրուշն առաջներում զոռով էր գալիս, սար չէր սիրում, մեղքն ինչ թաքցնի, որպիսի իր կյանքի մենախոսությունը Մաթևոսյանի աղունի դառը մենախոսությանը չվերածվի, մտքով անցավ իր Սիմոնին վերցնի ու Ռուսաստան գնա, բայց հետո փոշմանեց ու կրկին բռնեց սարի ճամփան։ Ինչ դուզ ուզեի գնանք Ռուսաստան։ Հետո ասի թե կնիկ, մտամ թե Ռուսաստան ինչ կա։ Մեր գործը անենք, մեր աշխատանքն անենք, մեր քուր փաթին պհենք։ Վերջն եկան թե ինձ բավել լավա ինֆորմնալից, ինչ կա Ռուսաստան, որ լե հագնում են, ինչ կա, ոչ մի բան։ 10 հատ կթմեմ, այդ 10 կովը Եթե պանիր եմ անում, երեսներեսին յուղոտ, պանիր եմ անում, եթե ջիլ եմ անում, ուրեմն զտում եմ ջիլ եմ անում։ Հետո իմ տեն մեզ լագնավանն ես մտիկա, պանիր չունիմ, 10 կով պանիր չի ունենալ, հետ ծախım եմ մի հատ չի մնամ։ Կլենտ ունենք, ընտիրը սարկում եմ, սկիրեսի մտիկ էլ չեն անում, տանում են։ Ասում են, եթե քուննա, ուրեմն լավը կլի։ Սիրուշի ձեռն արդար է, բոլորը գիտեն թե գյուղում, թե կատնամթերքի համար սար եկող վերավաճառողները։ Դրա համար էլ նրա ձեռքով պատրաստած կատնամթերքը եկողը վեր է թռցնում, արագ տանում։ Ժամը 5-ին վիկացած ենք։ Հայ ես կովնա, հայ են կովնել վերը գալիս չի, գնում եդն է գնմա բերմա։ Շո մի ուրիշ բան էլ բելի, այդ ռաժան երեխ փագ է, գեղտի դառնա։
Ես էլ ասեմ ես ովքեր են ես մատաղ դե բարեկամ չունենք, ես ովքեր են գալի։ Մեր եղեքը գյուղումն են անում, ետ մենք էլ ստի ենք անում էլ այ բալա, խոտա, տեսա, թենա, հարսս էլ աշխատմա հիվանդանոցմը, ընդեն գործը զորի են անում։ Զոր է սարվորի գործը, ասում է տատը, այդքանից հետո էլ վաճառականները գալիս ու կոպեկներով են տանում իրենց ստեղծածը։ Քաղաքում էլ դժգոհում են, թե եղն ու պանիրը թանկացել է, Սիրուշը բարկանում է։ Այդ բողոքողը ասայի դու մենակ մի ժամ, կողքից կանգնի, ոչ մի բան չանե, մի են վեդրում բիստիսուրո։ Ուժուտելուրա ջիլը թանկացել է ժանա։ Ոստի ժան տանում են, թանկ են ծախում, ցավոտ տանեմ, խու թանկ չի, դա թողանստեն է ժան տանին։ Կիլոգրամ գասեն, հավաքում 500։ Վայ աստուդ ջեն ենքան լավն ալի, չէ լավը տիլի։ Ինչից ես կանում, որ լավը տիլի։ Իրա վրիցը զգում եմ էլի, որ պետքա, որ լավն ալի։ Ես քեզ վաղտն էլ եկել Գոնե գիտես և չեն գոյ կալտի կայ բալա։ Չնած ինչը գեշ ինչնը հացը ունցածա էսա պուրը վարում եմ, կեպ կանենք միչևանը։ Սիրուշի եղուպանիրն ուրիշ համ ունի, այդ ուրիշ համն իր քաղցր ձայնն է տալիս, որ միախառնվում է Սարի ծաղկի հոտին ու քաղաքացում փոխանցում նրա վառվող ձեռքերի ջերմությունը։ Արազն անցայն կուրը Քաղեցի փնջացնուրը, Արազն անցայն կուրը, Քաղեցի փնջացնուրը, Ինչ կանե, ինձ տարեք յարիս դուրը, Սարում ձորում կացել եմ, Գուլբեքս լվացել եմ, Սարում ձորում կացել եմ, Գուլբեքս լվացել եմ, Իմ հազից պալի համար, Մեր տան դուրը բացել եմ։ Սարերում ապրող մարդը կանգնած է բնության հին ու ժամանակակից աշխարհի սահմանագծին։ Այստեղ մարդկանց ապրելակերպն ու կենսակերպը հազարամյակների պատմություն ունի, գրեթե անփոփոխ, գուցե շատերի համար անհասկանալի ու նույնիսկ էկզոտիկ։ Բայց սարվորների համար դա պարզապես կյանք է իր ռիթմով, իր փորձություններով։ Այս սարերն իմ շունչն են, եթե մի օր չտենամ այս կանաչի, հիվանդ կդառնամ ժպտալով, ասում է տատը։ Հիմա եթե մենք մեռնենք, ում ջահել է, որ ջահել, ասում չեմ, գիտես 70 հոգի կարստի, բայց հմիտեն մեմ 3 տուն են, չկա, 70 տուն, հանակ ես ասում։ Համյա մեկ վերը Ռուսաստան, վերը իրանց մար Արտուրանը, վերը ես եկել եմ, բայց թե իմ հարցն ասմա, ասեմի ցավը տանեմ, ես որ մենք որ մեռնենք, ես դա չեն ես մա դա չա քուրե խանսը գբե ասմա մամ դու հենց ես ցանկանալ չեմ որ դու մի բան ալիս բայց եթե աստուծ ոչ անե մի բան ես թողում ստի ապ ես դիմելի պահել դա աստուծ անե թող ունե հոչաղա մի մերկու հարցնել ընտիրեն հոչաղ հարցնիքի Տղերս մասին խոսք չկա։ Ջուջևանցի Սիմոնը բարեկամավանցի Սիրուշին գտել է հորքուրի տղայի հարսանիքի ժամանակ, երկուսն էլ հարսանիքի գլխավոր հերոսներից էին, Սիրուշը հարսի հարսնակույրն էր, Սիմոնը, ինչպես ասում են, Փեսայի ազապ բաշին, բայց հին հարսանիքների աղվեսի նման ոչ թե խնամիների հավանոցն ընկավ, այլ ճիշտ տեղում հայտնվեց։ Ես էլ հարսնակիր էի, եկավ տեավ Սիրուն աղջիկին, եկավ փոխանակ հավտանի եկավ ինձ տարավ։
հա ուզողնի կա գեին գնեին բայց ես մոնի հետելա ոչ խոսած եմ ոչ ալիչ վելիշած դե բան չկա ջանի միրնիմ համի Այն ինչեր են անում, վիրեն ունում, ընտիր, թանգնվերնին վիրեն ունում, ասում են դեռատ ուտկա չգնա։ Էլ ոնչ ուզում են, ոչ են, դե բան կալի։ Զեխիթը մինակ մի հետ ես նրան մտիկ եմ արել, ասել եմ, թե մտիկ արի, ամոտ կլի, որ ես չուզեմ։ Դենց աղայդեն։ Նամուսով օքմինը, ընդովել էր հմելա։ Դոդ հենց էլ են անում, այ բալամ, ամուսնանը մեն, քանի ադրեխ այն ունենամ, արդեն հարսնատեր, պեսատեր են ունում, ժանվում են։ Մեր բաժանքը հանգիստան դելի ցավը տանը։ Սիրուշն են տարիների հազարավոր հարսների նման պակաս պրատ օջախ է հարս եկել։ Տեր ժողովուրդ նախքատեր բոլորն էլ գրեթե միանման ապրելակերպով։ Քերին որ տես ու ճանաչ մարդ էր դեմ էր, հորն էլ համոզել էր, թե փեսան մի մատ բան է փոքր-մոքր։ Բայց ավանդապաշտ հայրն էլ հակադարձել էր, թե դե ոսկին էլ է փոքր, բայց ոսկի է ու աղջկան մարդու է տվել փոքր-մոքր փեսացուին։ Պակաս պրատ օջախ եմ ընկել, իշտուզնա դուզը։ Հետո եկել եմ ոչ սանցը չորդ ոտնանին փեչնայել էլ։ Ասել եմ սուրոսը հե բանկալի սովա ծարավ դե իմ հերն ընդով Ռուսաստան լավներ էլի խոբան չկեր։ Գրգե բերեր իմ հերն ես պահեր, բայց է ուրիշի պահածը ուրիշ չի իմ հերնա, բայց պետքա դու քրդնես, հետո ունենաս։ Ցավատան դենց։ Ու Քրդնեցի օջախ սարքեցի։ Սովա ծարավ քրդնեցի բալաջեն։ Քրդնեցի Ժինս մար փարքասու, ընտիր ավտոել եմ արել, հավտնել եմ սարքել, ամեն ինչը տեղին մի մնում այմ ռեխեկը ուտեն վայել են քվիտ։ 30-40 հատ ապրանք կա։ Բացի բանը կիթնելի, բացի կթինլա։ Ոնց ասացին կեսան մարդաբնակ սարերը Սիրուշի մուրազն են։ Գյուղում առաջին ծտի ծլվլոցից սիրտը սկսում է երեխու նման թրթռալ։ Զարն է հիշում իր արոտներն ու հարազատ դարձած կացարանը ու քոչը կապում, առաջիններից մեկը հայտնվում այստեղ։ Չիմ սեսուրին գնանք, քաղաքին գնանք, բայց գյուղը մեզ սարը ով մնա։ Դե բան կլի ցավոտ։ Օրինակ ես Գարունքանը մա, գարունքը լիսանը չէ, ծտերը ծլվալում են, սիրտս թրպը, ասեմ սուր արդեն գնալու զաղտնա։ Շատ եմ սիմ, դե խույմ հորտանը ես սարդ չեմ տեհել, բայց թե որ եկել եմ ստի սուվորել եմ, տեհել եմ, որ Ես ինչա, միջիցը բանադուզ կալի, տան մեզ ծախում, կուկարքին անամ։ Ապրիլին եմ եկել, ապրիլի սկզբին։ Ապրիլին եկել եմ, նոյեմբերին տիմ գնալ։ Բայց է գնում եմ, արանքարակ, վեշ եմ վակում, էլացը տվարոգ եմ անամ, ջիլ եմ անամ, պանիր եմ անամ, յուղ եմ անամ, ամեն ինչը, անասունից ինչ դուս ագալի, Ես վիթավ ծախում եմ։ Հիմա ժամանակները փոխվել են, քաղաքի ու գյուղի հեշտ կյանքը գրավիչ է, եւ բարձրադիր այս յայլաներ գալիս են 4-5 ամիս ապրում են միայն ամենահամարները, նրանք ովքեր հարմարվել են ժամանակակից աշխարհից կտրված ապրելակերպին։ Հին ժամանակների նման այստեղ գյուղ գնացող մեքենայի հետ խաբար են ուղարկում, կամ էլ թե չէ հեռախոսը վերցրած տասնյակ կիլոմետրեր քայլում են։ Լեռնալանջերին կապ որսալու համար։ Հենց հեռախոսակապի ու ինտերնետի բացակայության պատճառով էլ Սիրուշ տատիթորները սար գալ չեն ուզում։ Գյուղից ոտքով անասունները քշում հասցնում են սար, հետո ուշաշնանը քոչի ժամանակ գալիս են ուղեկցում գյուղ։ Իմ թորն է մչա ղոչաղ, դուզա պուջուրին։ Մին բանակն ստարի նա չեկա։ Հա, բայց թե են մնացած թորները, տավար նաղա քենանումը պրիամստի։ Իրանք են չիմ կրա քշում բերեմ։ Գեղիցը ոտո քշում եմ բերեմ։ 8 տարեկան, մեծը 15-ա, բանը, արեն 17 հա, ես ինչքան ենք անգում հերվանի 10 հատ կովախարը, ձիախարը, խոզախարը, 10 հատ կով ունեի թե ինչ ընտիր կով է, 10 հատը հեչելավ, դու հաշվե, մի տարմը այդքան եկել եմ սեզոնում եկել եմ ստի, այդքան նանկում եմ արել հերվանի,
Լալսե մի օր այս հեվայա ֆորտերեն էլի սանից էլ մեծ դուսարին գնացին գելը բռնած եկավ երալու Մի հատ տայել էր, մի հատն էլ երալու էր, եկավ են սատկել։ Թուրմելի այդ անդերը թունա որա գելը ատամն էլի։ Մինն էլ բերինք սատկե, երկուսն սատկեց այդ մի օրը, այդ մինն էլ գել տարավ, իրեկը լեմենակ այդ Հատը գեղը գնացել կատիա բաննան գել, խոտեմ տարի ախորներին գել։ Առողջություն էլի, բաստայիննի կգանք։ Ու ասեմ, Իրեք կտուրի մի կտուրը փայ եմ անում կհավատաս, կավ այս մի երեխեք դելի մանան։ Եկա փայ ես անում, որելի ոչ։ Որելի ոչ, չնայած երեխեք ինձ իշտին ասե, ես եմ քրդնեմ, ես եմ անում։ Ինձ մատալվերություն չկա, իրեք երեխա ունիմ, որը չունենա պետքա տամ։ Եթե ճիշտն ասենք, անհաջող օրերին ու դժվարությունների հանդիպելիս մեկ-մեկ Երանի է տալիս քաղաքում ոտը ոտին գցած, երեսն ու եղունգները ներկած, անհոգ ու դժվարություններ չունեցող բուրավետ տիկնանց, բայց հետո երազանքները հալվում են այն պատկերացումից, թե եթե չանի չի ունենա։ Ու այս գիտակցումով է ամեն տարի սար գալիս, ապրում ու ստեղծում։ Դե ուզում ես սենց անեմ նստիմ տեմլա, ենոք մինից բան տիտալ, կարա տա, մի հետ կտա, մի հետ մի եղկը կգա, բայց ես տամ էլի, հնարավոր չի դե բանը։ Որ մի հրևանն եմ ասում, որ հրևան, որ դամաշնիկներ ոման են գալի, էրնակի բոտենին տենուս, ինչ բոտի եմ հակնում, արխաջի գնում, որ տավարը կթմեմ, մի ջահելելա չի անի, մի ջահելելա։ Իմ տարիքի օքմեր ունի մեր գեղմը, որ կալոշը գիտեցել չի ինչ բանա, կյանքım գիտեցել չի, բայց որ ես էլ խելքից մի կոչ շաշեմ էլի, խիչ եմ ես գնում քաղաքը մի տեղ մի բան աշխատում, բայց ինչ ուզում ես քաղաքն էլ բան, որ ստին ամեն ինչը դուսակալի, ամեն ինչը, սիրտդ ինչ ա ուզում ես կովիցը, ամեն ինչ, ուզում ես մոտ աշունքը, 4-5 հատ մոթալիմ, երանի աշունն էլ գազ, իմ մոթալնին է սեյց են ծերը տենաս, են ովգեր նկարել, ովգեր նկասեր այկնի կես կանը ոնց ես արել, անում եմ, ծախում եմ, լավութին եմ անում, ամեն ինչ է անում եմ, համի վանդ ես դրդակվել, են քանը վատ եմ զգում չպատմելու երեկ եմ տարել, բայց պետքա լիքնել իմ վանն են։ Այսպիսին է Սիրուշը անող դնող պեցի կտոր, որ հոգնել չունի։ Ուրիշ կերպ լինել չի էլ կարող, սարը պարապ ու դանդաղկոտ մարդկանց տեղ չէ։ Ինքն ու մյուս սարվորները ճիշտ է զրկված են շատ հարմարություններից, բայց ունեն մի բան, որն այսօր հաճախ պակասում է քաղաքաբնակներին՝ ներդաշնակություն բնության հետ ու հոգու խաղաղություն։ Սարում կյանքի յուրաքանչյուր օր մարտահրավեր է, բայց նաև ներշնչման աղբյուր։ Յուրաքանչյուր արևածագ այս մարդիկ դիմավորում են հույսով, որ այսօրը կլինի մի փոքր ավելի հեշտ, մի փոքր ավելի առատ։ Նրանց աչքերում կայծ կա, որ բորբոքվում է սիրուց, հողի հանդեպ, նվիրումից ու ապագայի հանդեպ անկոտրում հավատից։ Այս պատմությունը Սարի մարդկանց մասին չէ միայն, սա մեր արմատների, մեր ազգային դիմագծի, մեր անցյալի ու ապագայի մասին է։ Ճամփորդեմ ջանիդ ղուրբան։ Երբ քաղաքներն աղմկում են ու ժամանակը սլանում է մոռանալով մարդուն, Սարը շարունակում է շնչել իր դանդաղ, բայց վստահ ռիթմով։ Սարվորները մեզ հիշեցնում են, երբեմն պետք է վերադառնալ արմատներին, լսել լռությունը եւ զգալ, ինչպես է բաբախում սիրտը Սարի բարձրության վրա։ Մերի Կոլոլյան, Դավիթ Թամազյան, Տավուշի յայլաներից, անկյուն գումարած 3 հեռուստաընկերության համար։